Երևանի խանութներում պոլիէթիլենային տոպրակները արդեն վաճառվում են, գնումների համար ստիպված ենք 10-ից 20 դրամ վճարել։ Ինչու բնապահպանների և բիզնեսմենների շահերը այս հարցում համընկան և հակադրվեցին սպառողների շահերին։ Արդյոք սպառողները համակարծիք են գումար գանձելու որոշմանը և արդյոք սա սպառողների իրավունքների ոտնահարում չէ։ Ասում եմ այդ 40-60 դրամը այնտեղ մի հատ կին կա նստած կամ ընդհանրապես տարբեր տեղեր մարդկա, որ դրա կարիք ունի, ես դրանց կվճարեմ, ես չեմ ուզում իրանց վճարեմ, որտև իրանք այնպես էլ շատ նաբիտի են էլ այս սպառողներին քերել են արդեն պետք չէ ձևի բաներ անել, դա ես կարող եմ ասեմ սպառողների իրավունքների կոպիտ ոտնահարում Ես գտնում եմ, որ դա չարյաց փոքրագույն լուծումն է, որ ասեմ շատ լավ լուծում է, ասել չեմ կարող, որտեվ բնակչությունը ակնհայտ դժգոհ է եւ երևի ինչ-որ հիմք ունի, բայց հարցը այսօր կարծես մենք ուրիշ լուծման տարբերակ չենք տեսնում եւ էկոլոգները առաջարկել են այդ տարբերակը, միգուցե հետո ավելի լավ տարբերակներ գտնվեն նաեւ։ Ինձ թվում է հանրապետության, մեր ողջ հանրապետության տարածքներում, ում էլ հարցնեք, բոլոր բնակչության հիմնական մասը դժգոհ կլինի։ Աշխատավարձերը չի համապատասխանում, շատերը անաշխատանք են ու հիմա էլ տոպրակները եւս մի խոսքով բացաբար։ Կյանքը բիզնեսը պիտի հասկանանք բոլորին էլ նորմալ են վերաբերվում։ Նորմալ չեն վերաբերվում ամեն դեպքում, ինչքան էլ էկոլոգիապես դա մաքուր համարվի, ամեն դեպքում հաճելի չի, երբ որ դու ինքդ տոպրակ ես վերցնում, գնում խանութ, մոռացել ենք, խնդրեմ, թափանցիկ տոպրակներով վերցրել ենք, դուրս ենք եկել։ Տհաճ երևույթ է, չգիտեմ, ինձ դուր չի գալիս։ Շուկա եմ գնում, այդ մնացած տոպրակներով եմ գնում, իսկ խանութի գնումների համար վաճառելով վերցնում եմ, բայց անհարմար է։ Սա մեր հային չի սազում հայերին։ Էկոլոգիական առումով ես գիտեմ, որ այդ պոլիէթիլենի տոպրակները բավականին տհաճ են, ոչ մի կերպ բնության կողմից դրանք չեն լուծվում եւ այդ առումով գուցե եւ խնայողական ռեժիմի անցնելը ճիշտ է։ Մեր վերաբերմունքով հաշվի առնում, իրանք այդ ձևի են գտնում, այդ ձևի էլ անում են։ Դուք գիտեք ինչ նպատակով է դա։ Ասում են, որ էկոլոգիան չկեղտոտեն, բայց թե դա ինչքանով արդարացված է, չեմ կարող ասել։ Նայած ինչի համար են դրամ, եթե էկոլոգիայի համար են, էլի ոչինչ, բայց եթե էկոլոգիայի համար են։ Թոշակառուներին շատ դժվար է եւ ամեն մի այդպիսի բանը անդրադառնում է մեզ վրա։ Իսկ ին վերաբերմունքից ինչ որ բան փոխվելու է, ուղղակի անհարմար է։ Տոպրակ վաճառ, հա, գեղեցիկ բան չի, տոպրակ եղածը ինչ է։ Տոպրակները հաճախ կարող են ավելի մեծ եկամուտ բերել, քան օրվա գնումները, հա։ 10 դրամ է, բայց հələ հաշվեք քանի հատ տոպրակա մարդ ձեռք բերում եւ քանի մարդ օրական գնում անում։ Բիզնեսի տեսանկյունից շահավետ է։ Սոցիալական գործոնից ելնելով բացասաբար, որովհետև մեր ժողովուրդը առանց էլ սոցիալական դժգոհություն ունի, դա եւս մեկ անգամ ավելացնում է դժգոհությունը։ Երևի սա պիտի լիներ, որովհետև այս ցանցերը փոքր խանութներին կուլ տվեցին իրանց ակցիաներով եւ այլնով։ Հիմա էլ բնականա պիտի ինչ-որ մի բան անեին։ Տոպրակները սկսեցին գումարով տալ։ Ես կարծում եմ, որ սրա դեմն էլ երևի պետք է առնել։ Ցելոֆանե տոպրակները եւ պլաստիկե շշերը բնության մեջ քայքայվում են հարյուրավոր տարիների ընթացքում, իսկ այրելիս էլ շատ թունավոր նյութեր են արտանետում։ Խնդիրը առկա է ամբողջ աշխարհում, սակայն սպառողների մոտ հարց է առաջանում. արդյոք ճիշտ կողմից ենք սկսել։ Դա անծանոթ նյութ է բնության համար, որպեսզի բնությունը կարողանա նրան քայքայել։ Եվ այս առումով իհարկե ինչ որ լուծում պետք է լինի։
Եվ լուծումը արևմտյան երկրները գտել են նրանում, որ կամաց հրաժարվում են դրանցից, փոխարինում են թղթե տոպրակներով կամ տներում կան շորից տոպրակներ, որոնց ուրեմն հետ գնում ես խանութ, գնում ես ինչ որ պետք է դնում ես եւ այլն։ Հիմա Հայաստանում իրոք լուրջ խնդիր է, փաստորեն արդեն ցելոֆանի տոպրակները մտնում են բույներ եւ դա շատ վտանգավոր է։ Հետո կենթանիները կուլ են տալիս եւ այդտեղից ուրեմն վնասվում են, մահանում են եւ այլն։ Բայց ինձ հետ հետաքրքիր դեպք է եղել մոտ 2 տարի առաջ միջազգային կառույցներից եկել էին ՄԱԿ-ի բնապահպան խնդիրներով բնապահպանության եւ ես իրենց հետ գնում էի բնապահպանության նախարարություն, կառավարություն, հետո այնտեղից ուրեմն կառավարությունից դուրս ենք եկել, գնում ենք արտաքին գործերի նախարարություն կոնվենցիաների իրականացման հարցով եւ ես էլ ողջավորված պատմում եմ ինչ է արվում երկրում։ Ուրեմն չհասցրեցինք մոտենալ հրապարակը անցնում ենք, չհասցրեցինք մոտենալ նախարարության շենքին, քամի բարձրացավ, ամեն մեկից գլխին մի հատ ցելոֆան տոպրակ նստեց։ Առանց այն սպառողը ցանկացած խանութում գումարը կլորացնելով, այսինքն մենք 1 դրամանոց, լումայի մասին խոսք չկա, 1 դրամանոց չունենք, որպեսզի հետ տան միշտ կլորացնում են եւ այնպես է ստացվում 4 դրամ սպառողի բանով իօքուտ սպառողի 6 դրամ, այսինքն երբ որ 5-ը դառնում, արդեն իօքուտ վաճառասրահի է օգտագործում։ Այսինքն այնպես թե այնպես այդ դրամի պատճառով մեր սպառողները բավականաչափ մեծ դրամներ են կորուստ ունենում ցանկացած խանութում։ Ընդ որում եւ սուպերմարկետներում, որ մենք շատ լավ գիտենք, որ գինը միտեղ դրված է, վերցնում ես եւ գալիս ես ապարատը ուրիշ գին է խփում։ Մենք դա էլ ենք ապացուցել եւ տեսել։ Այսինքն մեկ բանի ժամանակ, եթե դու մտնում ես մի սուպերմարկետ, առնվազն 100-150, եթե շատ մեծ շատ ապրանք ես գնում, ավելի շատ գումար ես թողում այդ սուպերմարկետին։ Եվ մեկ էլ անցնել դրան ու վաճառք կատարել այդ տոպրակներին, եթե դա լիներ կապված էկոլոգիայի հետ, ես առաջինը կծափահարեի։ Մենք դեռ թղթե տոպրակներ չունենք, բայց թղթե տոպրակներ խնդիր է, որ դա ուրեմն ծառերի հատման հետ է կապված։ Արևմուտքում հատուկ պլանտացիաներ են պահում, որ ծառը աճեցնում են, որպեսզի օգտագործեն թղթե տոպրակների համար։ Հիմա մեզանում իհարկե երբ խանութ ես մտնում, ես զարմանում եմ, երևի դա համարվում է, որ լավ ժամանակակից վաճառքի դրսևորում է։ Ամեն նյութը, որ վերցնում ես, ամեն քո գնումը առանձին տոպրակի մեջ փաթաթվում են։ Եվ դու գալիս ես տուն մի 10-15 տոպրակների իրար հետևից, շատ ավելի խնայողաբար պետք է իրոք վարվել, եւ եթե գումար արժանան, իհարկե լավ չի բնակչության տեսանկյունից, ես գիտեմ, որ բողոքներ եղել են շատ, բայց բնապահպանները ուրիշ տարբերակ էս պահին չգտան։ Մտավախություն արդյոք չկա, որ սա զուտ գումար աշխատելու համար է, եւ արդյոք կան հիմնադրամներ, որտեղ այդ գումարները պետք է ուղղեն, որպեսզի սպառողը արդյունքը եւս տեսնի։ Դուք ճիշտ եք, որ ճիշտ կլիներ այդ հիմնադրամները ստեղծել, ես դրանց մասին տեղեկություն չունեմ, որպեսզի հենց այդ խնդիրները, այդ գումարը հավաքված ուղղվի հենց բնապահպանական խնդիրների լուծմանը, դա ճիշտ կլիներ։ Իհարկե, այստեղ համընկան շահերը որ շատ հազվագյուտ է լինում բնապահպանների եւ բիզնեսի, եւ դրա համար երևի հեշտությամբ դիմեցին այդ քայլին, բայց բնակչությունը համարել կարծում եմ այդքան մեծ խնդիր չի։ Իսկ աղբավայր, այսպես գնալուց հետո այդ տոպրակները ինչպես են վերամշակվում։
Ցավոք չեն վերամշակվում, կառավարությունները հատուկ պայմաններ են ստեղծում, այսինքն արտոնյալ պայմաններ են ստեղծում այն բիզնեսի համար, որը նախ մաքուր տեխնոլոգիաներ է օգտագործում եւ երկրորդը թափոնները վերամշակում է։ Մեզանում այդ երևույթը դեռ չի աշխատում։ Առաջարկել եք դուք Մենք կառավարության։ առաջարկել ենք հենց կանաչ էկոնոմիկայի վերաբերյալ ընդունել հատուկ վերաբերմունք, էկոնոմիկայի նախարարությունը մեզ հետ համաձայնվեց, բայց ֆինանսների նախարարությունը չհամաձայնվեց։ Իրանց համար իրանց արևին բիզնես են անում։ Այսինքն դուք չեք հավատում այսպես կոչված բնապահպանական ակցիայի անկեղծությանը, այլ գտնում եք, որ զուտ շահույթ հետապնդելու համար է։ Ուղղակի սա եւս մի վարիանտ է սպառողից ինչ որ էլի մի քանի դրամ փոկելու այդքան բան։ Կարծում եմ բնապահպանական եկամուտների անվան տակ բիզնեսի եկամուտն է ավելի շատ։ Ուզում եմ հավատալ, որ միայն բնապահպանական նկատառումներով է արվում, թեպետ գուցեև դժվար է մեր ժամանակներում որևէ ստույգ հավաստի ինչ որ մի բան ասել, չգիտեմ։ Գնելու նոր շահույթ ստանալու ձևը կարող է եւ տենց լինի։ Պետք է մեկ-մեկ էլ հավատալ, ինչ ասեմ։ Իսկ ինչն է այդպես, նույն աղբարկը չի գնում, նույն տոպրակը։ Ինչն է փոխվում։ Որ մարդիկ ավելի քիչ տոպրակ օգտագործեն։ Դե ոնց կարելի է, որ ամեն մի նյութը դնել նույն տոպրակի մեջ։ Միևնույնն է դրվում է առանձին։ Դա էլ գումար է կուտակվում։ Գիտեք ոնց տեղ սպասարկումն էլ ավտոմեքենաների հետապնդում է ճանապարհների նորոգման նպատակ, բայց մենք չենք տեսնում, որ այդ գումարները գնում են եւ ծառայում են նպատակին, չէ՞։ Գուցե իրանք որոշել են այդ 10 դրամներով հավաքեն, հետո ֆոնդ ստեղծեն, հետո այդ ֆոնդը գնա բնապահպանական նպատակներին, դա չգիտեմ, համենայն դեպս կառավարության այդպիսի որոշումից ես տեղյակ չեմ։ Եթե բնապահպանական նպատակով է ծախսվելու, ես համաձայն եմ, պարտքանեմ, թող 30 դրամ դառնա տոպրակը։ Բայց մենք երբեք, գիտեմ, որ այս մասը չեք ցույց տալու, եթե ցույց տաք, երբեք դեռ նպատակային ոչ մի գումար չի ծախսվել ցավոք սրտի։ Ես առաջինը թույլ չեմ տա, որպեսզի այդ ձևի շարունակվի։ Մենք մանոր վարչապետ ունենք, հուսամ ես անպայման կհանդիպեմ եւ շատ խնդիրների հետ, դա էլ կա։ Տոպրակների հարցն է։ Եվ դա էլ կա։ Դա էկոլոգիայի հարց է, եթե մենք էկոլոգիայի հարց ենք ուզում լուծել, եկեք էկոլոգիայի հարց լուծենք եւ ոչ թե առևտուր անենք։ Տիկին Հակոբյան, իսկ սպառողները արդյոք իրավունք ունեն չվճարելու այդ 10-20 դրամը եւ անվճար էսպես։ Նրանք իրավունք ունեն չվճարելու եւ տեղը պահանջելու թղթե տոպրակներ անպայման։ Իսկ մեր չկան այդ տոպրակները։ Հա, իսկ մեր իրականության մեջ ես համոզված եմ դուրուդում փոց կլինի։ Մինչ սպառողների իրավունքների պաշտպանը կփորձի գումարը գանձելու որոշումը կասեցնել, բնապահպան Կարինե Դանելյանը խորհուրդ է տալիս մեզ մոտ պահել կտորից կամ պոլիէթիլենային տոպրակներ։ Իսկ բնապահպանական առումով ավելի մեծ արդյունքներ գրանցելու համար գնումներ կատարելիս հետևել, որ մեծ քանակությամբ տոպրակների մեջ դրանք չփաթեթավորեն։